Այսօր ոստիկաններով շրջապատված Երևան հյուրանոցում մեկնարկվեց արդար դատաքննության իրավունքը եւ դատական իշխանության անկախություն թեմայով Եվրամիություն Հայաստան միջազգային սեմինարը։ Ոստիկանները ժամանել էին Հայազգային կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստներին Եվրամիության ներկայացուցիչներից պաշտպանելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով բողոքի ակցիա իրականացնող կոնգրեսի երիտասարդները որևէ օրենք չեն խախտում։ Որևէ մեկը նրանց արգելու իրավունք չունի, որովհետեւ դա նրանց սահմանադրական իրավունք է։ Այս հայտարարությունից հետո պարոն Հարությունյանն անցավ սեմինարի բուն թեմային։ Այն ինքնուրույնությունը, որ նրանք պետք է ունենան, այս տեսակետից սա պետք է լինի պետական քաղաքականություն։ Քննարկմանը ներկա Եվրամիության ներկայացուցիչները խոսելով իրենց երկրների փորձից վստահեցրեցին, որ այսօր իրավական ոլորտում խնդիրներ ունեն նույնիսկ ամենազարգացած երկրները։ Եթե Եվրամիության անդամ երկրների իրավաբաններին մտահոգում էին օրենսդրական խնդիրները, ապա Հայաստանի իրավապաշտպաններին եւ իրավաբաններին օրենքի կիրառումը։ Եթե դատարանը անկախ չի գործադի իշխանությունից, ապա տվյալ երկրում խոսել մարդու իրավունքների պաշտպանվածության մասին աբսուրդ է։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը թեև հրավիրված չէր այսօրվա սեմինարին, սակայն ինչպես ինքն ասաց, ներխուժել է։ Նրանք պետք է հստակ կարծիք հայտնեն այդ դատավարությունների վերաբերյալ։ Իրանք պաշտոնապես ուսումնասիրություններ կատարել են եւ հստակ կարծիք գրավոր ներկայացրել են։ Ես ուզում եմ, որ նրանք դա հնչեցնեն Երևանում։ Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի մասնակցությունը միջազգային սեմինարին պայմանավորված է մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նկատմամբ հետաքրքրությամբ։ Եվրոպական դատարանը աշխատում է իր հեղինակությունը գցելու վրա։ Պարոն Զեյնալյանը չի կիսում բոլոր նրանց լավատեսությունը, ովքեր կարծում են, թե այս սեմինարից հետո Հայաստանում եւս 1 կամ 2 քաղբանտարկյալ ազատ կարձակվեն։ Վիկտորիա Աբրամյան, Սևա Գրիգորյան, IPV։ Իդեպ մինչ սեմինարն ընթանում էր, Հայաստանի Հանրապետության ոստիկանները հասցրեցին բռնության բերման ենթարկել Հայազգային կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստների։